Թմրախոտ Իտալական հեքիաթ Չարչին ճանապարհին էր, երբ մութն ընկավ։ Նա միտքը փոխեց և մտավ գյուղական իջևանատուն։ Ապրանքներով լի զամբյուղը դրեց մի անկյունում և տանտիրուհուն խնդրեց ընթրիք պատրաստել։ Տանտիրուհին գնաց խոհանոց, որպեսզի խոզի մսով ձվածեղ պատրաստի։ Օջախի մեջ ցախ է ավելացնում և ինքն իրեն մտածում. կուզենայի իմանալ, թե ինչ կա չարչու զամբյուղի մեջ։ Ձվածեղն է պատրաստում, ինքն իրեն խոսում. երևում է զամբյուղը լիքն է ամեն տեսակի մանրուքներով։ Երբ Չարչին դա դրեց անկյունում, սենյակի հատակը ծանրությունից շարժվեց։ Տանտիրուհին ձվածեղը դնում է Չարչու առաջ ու խետ-խետ նայում զամբյուղի կողմը։ Ինչ օգուտ կա այդ զամբյուղից։ Մի կին ժապավեն կգնի, մեկ ուրիշը թել, ամբողջ ապրանքը մանր-մունր կգնա։ Իսկ եթե այդ բոլորը մեկինը լիներ, այ օրինակ իմը։ Այդ միջոցին Չարչին ձվածեղը կերավ, թավայի տակի յուղը սրբեց հացի բրդուճով և նույն տեղում աթոռի վրա նստած սկսեց ննջել։ Իսկ տանտիրուհին վազեց ամուսնու մոտ և սկսեց փսփսալ նրա ականջին։ Ախր որ իմանաս, թե ինչեր կան Չարչու զամբյուղի մեջ, քեզ համար շապիկ ու շալվար դուրս կգա, իսկ իմ մասին խոսելն ավելորդ։ Ես ինձ համար զգեստներ կկարեի։ Ինչպես անենք, ինչպես անենք, որ Չարչին գնա, իսկ զամբյուղը մնա։ Դրանից հեշտ բան, պատասխանեց ամուսինը։ Նրան թմրախոտի հյութ խմեցրու։ Ով այդ թրմից մի կաթիլ խմի, հիշողությունն իսկույն կկորցնի։ Չարչին կգնա, զամբյուղը կմնա։ Էդպես էլ զամբյուղը մերը կլինի։ Կինը շատ ուրախացավ։ Վազեց մարգագետին, թմրախոտի տերևները քաղեց, եռացրեց թեյնիկի մեջ և մի բաժակ գինու մեջ 3 կաթիլ այդ թուրմից կաթեցրեց։ Իսկ Չարչին աթոռին նստած խորը քնած էր։ Տանտիրուհին նրան հրելով արթնացրեց ու ասաց. Արթնացիր, սինյոր, ես քեզ համար մի բաժակ գինի եմ բերել։ Բայց ես գինի չեմ պատվիրել, ասաց Չարչին։ Մեր իջևանատներում այսպիսի սովորություն կա, բացատրեց տանտիրուհին։ Ով ձվածեղ է պատվիրում, նա էլ մի բաժակ անվճար գինի է խմում։ Լավ սովորություն է, ասաց Չարչին ու միանգամից դատարկեց բաժակը։ Հետո նա ավելի հարմար թեք եկավ ու սկսեց խռմփացնել։ Տանտերն ու տանտիրուհին էլ պառկեցին, բայց քունը նրանց աչքին մոտ չեկավ։ Ամբողջ գիշեր փսփսում էին, թե ինչպես վարվեն զամբյուղի մեջ եղած ապրանքների հետ։ Երկուսն էլ քնեցին միայն լուսաբացին։ Արթնացան այն ժամանակ, երբ արևը սկսեց նրանց աչքերը ծակծկել։ Տանտիրուհին վեր կացավ ու աջ կացեց այն սենյակը, որտեղ քնած էր Չարչին։ Նա իսկույն սկսեց գոռգոռալ ու հայհոյել ամուսնուն։ Մազերդ սպիտակեցրել ես և մինչև հիմա ուրիշների դուրս տվածին ես հավատում ու իմ զահլան էլ տանում ես։ Այ դու ծերացած, հիմար, ասա քանի կոպեկ արժեր քո թմրախոտը, տես, Չարչին տարել է իր զամբյուղը։ Դե որ զամբյուղը տարել է, նշանակում է մի ուրիշ բան է մոռացել, ասաց ամուսինը։ Չեղած բան է, որ թմրախոտն իր արածը չանի։ Ես քեզ ասում եմ, որ ոչինչ էլ չի մոռացել, գոռաց կինը։ Դե չի կարող պատահել, պնդում էր ամուսինը։ Եթե թուրմը խմել է, ուրեմն մի բան անպայման մոռացել է։ Այդ ժամանակ կինը ձեռքը խփեց ճակատին։ Վայ, էդպես էլ կա։ Այ տեսնում ես, որ ես ճիշտ եմ, ինքնագոհ ասաց ամուսինը։ Ու ինչ է մոռացել։ Մոռացել է վճարել ընթրիքի և գիշերելու վարձը, ահա թե ինչ է մոռացել, հիմար։